Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Բարև ձեզ մեդիահաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ համաձայնեցվել են խաղաղության պայմանագրի վերջին երկու դրույթները եւ խաղաղության պայմանագիրը արդեն իսկ պատրաստ է կնքման։ Այդ համաձայնեցումը ասվածը շատ մեղմ է ձևակերպված, մոտավորապես Ստոկհոլմյան սինդրոմին, համաձայն որի զոհը սիրահարվում է իրեն բռնության ենթարկողին, որովհետև իրականում ոչ թե համաձայնեցվել են այդ դրույթները, այլ Հայաստանը ընդունել է Ադրբեջանի պայմանները, ինչպես մնացյալ դրույթների դեպքում։ Եվ որոնք են այդ վերջին երկու դրույթները, որոնք մինչ այս համաձայնեցված չէին։ Առաջինն է, որ կողմերը պետք է սահմանից հետ քաշեն երրորդ երկրների ուժերը, այդ թվում դիտորդներին։ Իսկ քանի որ կողմեր որպես այդպիսին չկան, այլ կա միայն Հայաստան, դա նշանակում է, որ եվրադիտորդները պետք է դուրս գան հայ-ադրբեջանական սահմանից։ Ադրբեջանը վերջապես հասավ ամբողջապես կարծես իր ուզածին, երբ Հայաստանին թողեց թուրք-ադրբեջանական տանդեմի հետ մեն-մենակ։ Այսուհետ սպասվող հնարավոր բոլոր իրադարձությունների պատասխանատուն լինելու է միայն Հայաստանը եւ հայ-ադրբեջանական այդ ճակերտավոր հարաբերություններում այլևս չի լինելու որևէ միջնորդ։ Մյուս համաձայնեցված դրույթի համաձայն կողմերը, այսինքն Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային իրավական ատյաններում պետք է հրաժարվեն միմյանց նկատմամբ գանգատներ, բողոքներ եւ հայցեր ներկայացնելուց։ Այս դրույթով Նիկոլ Փաշինյանը փակում է արդեն ոչ միայն Արցախի, այլև արցախցիների հարցը, որովհետև այլևս չի լինելու որևէ հնարավորություն, որպեսզի Ադրբեջանին պարտադրվի, որ նրանք երաշխավորեն պայմաններ, այսինքն ապահովեն անվտանգության պայմանները արցախցիների վերադարձի համար։ Իդեպ, ինչ վերաբերում է եվրադիտորդներին սահմանից հետ քաշելուն, ապա բնականաբար այստեղ խոսքը հետ քաշելու մասին չի, այլ առհասարակ եվրադիտորդների Հայաստանից հեռանալուն, ապա լրագրողի հարցին, որ դուք ժամանակին հայտարարում եք, որ եվրադիտորդները ոչ մի դեպքում Հայաստանից չեն հեռանալու, ինչու եք փոխել ձեր դիրքորոշումը, Նիկոլ Փաշինյանը տվեց շատ ստոիկյան պատասխան։ Ասաց ես փոխել եմ ոչ թե իմ դիրքորոշումը, այլ իմ ընկալումը։ Ստոիկյան փիլիսոփայության համաձայն, եթե որևէ անձ կամ երևույթ քեզ անհանգստացնում է եւ դու իզորու ես այն փոխելու, ապա փոխիր վերաբերմունքը դրանց նկատմամբ եւ դրանք պարզապես կդադարեն քեզ անհանգստացնելուց։ Եվ հետեւաբար Նիկոլ Փաշինյանը փոխել է ոչ թե դիրքորոշումը, այլ փոխել է իր վերաբերմունքը Ալիևի եւ Ադրբեջանի նկատմամբ եւ այլևս նրանք Նիկոլ Փաշինյանին չեն անհանգստացնում։ Երեք արձանագրվեց մի շատ կարևոր հանգամանք, որ համաձայնեցնելով վերջին երկու դրույթները Հայաստանը կրկնակի անգամ ստորագրեց կապիտուլյացիոն ակտը, երկրորդ անգամ ստորագրեց կապիտուլյացիոն ակտ, որովհետև Ադրբեջանը հստակ հասկացրեց, որ որևէ խաղաղության պայմանագիր չի ստորագրելու, մինչև չկատարվեն իր բոլոր պահանջները, իսկ Ադրբեջանը առաջ է քաշում նորանոր պահանջներ։ Նույնիսկ այս վերջին երկու դրույթների համաձայնեցնելուց հետո Ադրբեջանը կրկին նոր պահանջներ է առաջ քաշել։ Եվ որոնք են այդ պահանջները։ Նիկոլ Փաշինյանը որքան էլ հայտարարի, որ ինքը կտրամադրի Ադրբեջան-Նախիջևան կապի համար ճանապարհ, այնուամենայնիվ այդ ճանապարհը չի գոհացնում ոչ Ադրբեջանին, ոչ էլ Թուրքիային։ Նրանք պահանջում են ոչ թե ճանապարհ, այլ կոնկրետ Զանգեզուրի միջանցք կոչվածը, որովհետև ճանապարհը այլ տրամաբանություն ունի, միջանցքը այլ, միանգամայն ունեն նաև տարբեր քաղաքական նշանակություններ։ Միջանցքի տրամադրման դեպքում Հայաստանը զրկվում է ինքնիշխանությունից այն հատվածի նկատմամբ, որը նա տրամադրել է։ Դա արդեն Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ակնհայտ ոտնձգություն է Ադրբեջանի կողմից, որը Նիկոլ Փաշինյանը լռության է մատնում։
Հաջորդ պահանջը սահմանադրության փոփոխությունն է։ Ադրբեջանը հստակ հայտարարում է, որ խաղաղության պայմանագիրը չի ստորագրի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխված չէ։ Այս համատեքստում շատ վիրավորական էին Ալիևի հայտարարությունները։ Նա հստակ իր խոսքում ասաց, որ Հայաստանի նկատմամբ վստահությունը հավասար է 0-ի, այդ մարդկանց չի կարելի վստահել։ Ալիևի հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանի ասածները որևէ արժեք չունի, քանի դեռ փաստաթղթավորված չէ, քանի դեռ գոյություն չունի փաստաթուղթ, որը ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ տարածքային նկրտումներ չի ունենա Ադրբեջանի նկատմամբ։ Այլ խոսքով, որքան էլ Նիկոլ Փաշինյանը երեք ինքնամոռաց հայտարարում էր, որ արդեն պատրաստ են կողմերը խաղաղության պայմանագիրը ստորագրելու, Ալիևը սառը ջուր լցրեց Փաշինյանի գլխին, շեշտելով, որ խաղաղության պայմանագիրը չի ստորագրի, քանի դեռ առկա են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Հաջորդ պահանջները էլ ավելի ստորացուցիչ են Հայաստանի համար։ Ադրբեջանը բացահայտորեն հայտարարում է, որ ոչ միայն չի վերադարձնելու Բաքվի բանտերում ապօրինաբար գտնվող մեր հայրենակիցներին, այլև պահանջում է իրենց հանձնել նոր մարդկանց, որոնց նա համարում է ռազմական հանցագործներ։ Տևական ժամանակ է, ինչ այդ պահանջը շրջանառվում է, սակայն Հայաստանի իշխանությունները լռության են մատնում։ Ի դեպ, թուրք լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացրեց մեր գերիների վերադարձի հարցում կատարվող աշխատանքները, որպես օրինակ բերելով 2023 թվականին այն, որ Ադրբեջանը վերադարձրեց մեր ռազմագերիներին։ Նա չնշեց, որ դրա դիմաց Հայաստանը հանձնեց երկու հանցագործների, որոնցից մեկը Հայաստանում մարդ էր սպանել զուտ նրա համար, որ նա հայ է։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը նաև լռեց այն մասին, որ Հայաստանը համաձայնել էր, որպեսզի COP29-ը տեղի ունենա Բաքվում, ինչը Ադրբեջանի համար այդքան կարևոր էր։ Սակայն խնդիրը դա չէ, իրականում բոլորս ենք ուրախ մեր հայրենակիցների վերադարձի համար։ Նիկոլ Փաշինյանը կամ քաղաքականապես տգետ է իրոք, կամ միտումնավոր հրաժարվում է Բաքվի բանտում գտնվող, այս պահին գտնվող մեր հայրենակիցներից, որովհետև միայն տգետը կարող է մտածել, որ զինծառայողները ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը քաղաքական տեսանկյունից Ադրբեջանի համար ունեն նույն նշանակությունը։ Իսկ մյուս պահանջով Ադրբեջանը Հայաստանից պահանջում է միլիարդավոր դոլարներ փոխհատուցել իրենց ձևակերպմամբ այս 30 տարիների ընթացքում Ադրբեջանին հասցված վնասի համար։ Հետևաբար միանգամայն վստահորեն կարող ենք պնդել, որ այդ խաղաղության պայմանագիր կոչեցյալը չի կնքվելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի տրամադրել իրենց պահանջած Զանգեզուրի միջանցքը, քանի դեռ Հայաստանը չի փոխել սահմանադրությունը, քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել Բաքվում գտնվող մեր հայրենակիցներից ու չի հանձնել Բաքվին մեր ազգային հերոսներին, քանի դեռ Հայաստանը Ադրբեջանին չի փոխհատուցել միլիարդավոր դոլարներ։ Դրան էլ գումարենք 350,000 ադրբեջանցիների վերադարձը, ոչ թե վերադարձը, այլ ավելի շուտ բնակեցումը Հայաստանում, որի պահանջը տևական ժամանակ է, ինչ դնում է Ադրբեջանը։ Երբ որ այդ բոլոր պահանջները բավարարվեն, դրանք կհաջորդեն բոլորովին այլ պահանջներ, որոնք շղթայաբար ի վերջո հանգեցնելու են Հայաստանի Հանրապետության լուծարմանը։ Ալիևի ագրեսիվ հռետորաբանության ֆոնին ավելի քան զզվելի էր Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը թուրք լրագրողներին։ Նա այդ հարցազրույցում այնքան բացահայտորեն էր գծնում թուրքերին ու Էրդողանին, որ ստորացուցիչ էր ողջ ազգի համար։ Հարցազրույցի ընթացքում նա հերթական անգամ ուրացավ հայոց ցեղասպանությունը, հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետությունը չի հետապնդում ցեղասպանության միջազգային ճանաչման հարց եւ պատմական ընկալումները քաղաքական ընկալումների հարց են։ Բացի դրանից ի հավելումն իհարկե այս ամենի,
թուրք լրագրողի խնդրանքին, թե Փաշինյանը ինչ կոչով կցանկանար դիմել թուրք հասարակությանը, Նիկոլ Փաշինյանը չկարողացավ գտնել որևէ հոդաբաշխ քաղաքական ձևակերպում եւ հայտարարեց, որ հայերի ու թուրքերի մոտ կան բազմաթիվ նույնանման ասացվածքներ ու ասույթներ։ Դրանով իսկ նույնացրեց հայերին ու թուրքերին, որովհետև յուրաքանչյուր ազգի ասացվածք բխում է տվյալ ազգի մտածելակերպից, տվյալ ազգի նկարագրից, կենսագրությունից, ավանդույթներից ու պատմությունից։ Այսօր այսքանը, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։